Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Պոլիտիկայում կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ, շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում երկրում մոլեգնող քաղաքական հետապնդումներն ու ըստ էության ռեպրեսիաները բացատրում է իր իշխանության ու ինչպես ինքն է ասում պետության դեմ ահաբեկչության պլանավորումը կանխելու ահաբեկչական գործողությունների ենթադրյալ գործողությունների դեմ պայքարելու թեզով ու ամբողջ իշխանական քարոզչամեքենան այս օրերին լծված է արդարացնելու կատարվող ապօրինությունները հենց այդ ահաբեկչության լույսի ներքո։ Արդյոք Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է այս բռնաճնշումների ալիքը տեղավորել իբրև թե ահաբեկչության շրջանակում ու հանրությանը այս անգամ էլ փորձել մոլորեցնել, ինչ տպավորություն ունեք հետևելով զարգացումներին։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ հարցի համար։ Պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի այս խոսակցությունը ահաբեկչության մասին ամենևին հանրության համար չէ, այլ արտաքին ուժերից աջակցություն ստանալու մասին է եւ դրա հետ կապված Էմանուել Մակրոնի զանգը, հեռախոսազանգը եւ այդ հեռախոսազանգի ընթացքում աջակցություն հայտնելը Հայաստանի իշխանությունների այս գործողություններին ընդհանրապես ցանկացած նորմալ հասարակությունում ահաբեկչությունը մերժելի գործողություն է, որովհետեւ արյունով, սպանություններով, ահաբեկումներով լուծված խնդիրները ամենևին էլ լուծված չեն եւ դրանք նոր խնդիրներ են առաջացնում։ Բայց այստեղ հարցը նրանումն է, որ մենք չենք հավատում Հայաստանի իշխանություններին, որ այն պնդումներին, որ անդիմադիրները, մասնավորապես Բագրատ Սրբազանը պլանավորում էին իրականացնել ահաբեկչություն։ Սա է շատ կարևոր, այսինքն իշխանության նկատմամբ վստահության այնպիսի պակաս կա, եւ մյուս կողմից փաստերն են դրա մասին խոսում վստահության պակասի մասին, ինչու որովհետեւ վստահաբար այդ հանդիպումը, որից իրենք հրապարակել են ձայնագրություններ, չէ, 20 րոպեանոց հանդիպում չի եղել։ Ընդհանուր ձայնագրությունների ծավալը իրենց հրապարակած 20 րոպեի մասն է խոսքը։ Եվ հատվածական վստահաբար եղել է ժամային, ժամերով ընթացող հանդիպումներ, գուցե նաև օրերի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներ եւ այս պարագայում հենվել այդ հրապարակված ձայնագրությունների վրա ու գնահատականներ տալ կարծում եմ անթույլատրելի է։ Ես տեսնում եմ իշխանությանը սպասարկող այս մեդիադաշտում արկա մարդկանց վերլուծաբան կոչվածների, որոնք արդեն գնահատականներ ունեն, անգամ եթե վստահելի լինեին այդ այսպես կոչված փաստերը կա անմեղության կանխավարկած։ Իրանք այդ անմեղության կանխավարկածն էլ չեն հարգում, անգամ եթե հավատում են իշխանություններին։ Միանգամից գնահատականներ են տալիս, ես այդ վերլուծաբաններին, այդ լրագրողներին կարծում առաջարկեմ ավելի լավ է իրենք կոֆեի բաժակ նայեն, որովհետև դրանով այսպիսի վերլուծություններ անելը նույն կոֆեի բաժակ նայելու բան է, թե օրինակ վերջում էլ ծակեն Նիկոլ Փաշինյանն երկար ճանապարհ ունես, չգիտեմ 2 օրից, 2 շաբաթից, քեզ լավ լուր է սպասվում, հա։ Երևի Անկարայից կամ Բաքվից։ Այո, ենթադրաբար, բայց իշխանությունը ուզում է արևմուտքի մոտ ստեղծել տպավորություն, որ Հայաստանում կա ռուսական ուժերի կողմից պլանավորված հեղաշրջման պլան եւ ինքը այդ հեղաշրջման պլանը տապալում է, ուստի պետք է նաև արևմուտքի աջակցություն։ Եվ հենց Մակրոնի զանգը դրա հետ էր կապված։ Այնինչ իրականում ոչ մի հեղաշրջման պլան էլ չկա, եւ Նիկոլ Փաշինյանը որևէ ահաբեկչություն էլ չի կանխել, արդեն համատում են հոկտեմբերի 27-ի հետ, ընդ որում համատությունները անում են մարդիկ, գլխավորապես Նիկոլ Փաշինյանը, որը աջակցել է հրապարակային տեղի ունեցող ահաբեկչությանը, խոսքը ՊՊՑ գնդի գրավման մասին։ Ավելին ասեմ, մարդը մասնակից է եղել հեղաշրջման փորձի, խոսքը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչներից եղել, ոչ թե մասնակից, հա, շարքային քաղաքացի չի եղել։ Ինքն էր, չէ, հրանգում հարձակումներ ոստիկանության վրա, քարեր, լոմեր, չգիտեմ, երկաթի կտորներ։ Ցանցում այդ կտորը իր խոսքի շատ ակտիվորեն հիշեցնում է։ Այո, այս մարդիկ խուցպայի մասնագետներ են եւ իրենք անելով մի բան փորձում են այդ կատարվածը վերագրել մեկ ուրիշին դատապարտել խղճահարության անգամ արժանանալ, որ տեսեք իրենք ահաբեկչության զոհ են։ Նիկոլ Փաշինյանի օրինակով, այս վարքագծի օրինակով եղել է մի հրյա, որը սպանել է իր ծնողներին եւ դատարանում խնդրել էր դատարանին մեղմ վերաբերվել իրեն, որտեղ ինքը ծնողազուրկ է։ Այ Նիկոլ Փաշինյանի իր թիմի վարքագիծը այսպեսին է։ Բայց աշխատում է առնվազն Մակրոնից Նիկոլ Փաշինյանը
ստացավ կանաչ լույս, ըստ էության կայակալացնել ԵՄ անունից 3 իր հայտարարություններով, թե ինչքան մոտ են Եվրոպայի հետ Հայաստանը եւ ԵՄ-ն, էլի ապահովեց այդ անխափան ռեժիմը գործելու այնպես ինչպես հիմա է գործում ներսում Նիկոլ Փաշինյանն ու ակնկալել, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող քաղաքակիրթ աշխարհը պիտի աչքերը բացի ու տեսնի, թե ինչ է կատարվում երկրում։ Ես ձեր ձևակերպումների հետ համաձայն չեմ։ Եվրոպան աշխարհում եղած քաղաքակրթություններից մեկն է, ամենևին էլ իրենք չեն միակ քաղաքակիրթ աշխարհը։ Եվրոպական քաղաքակրթություն կրող են, ընդ որում հիմա այլասերված քաղաքակրթության կրողներ են։ Մի ժամանակ Եվրոպան քրիստոնեական քաղաքակրթության հիմնական արեալներ, հիմա այդ քրիստոնեական քաղաքակրթության հետ իրենք գրեթե կապ չունեն։ Մակրոններով, իրենց շոլցերով եւ մյուս առաջնորդներով առնվազն, ժողովրդավարության մասին խոսք չի կարող մնալ, այստեղ չկա ժողովրդավարություն։ 80-ականներին մի հայտնի այսպիսի անեկդոտ կար։ Հայկական ռադիոյին հարցնում են, արդյոք կլինի համաշխարհային երրորդ պատերազմ։ Ասում է համաշխարհային երրորդ պատերազմ չի լինի, բայց հանուն խաղաղության մի այնպիսի պայքար կգնա, որ քարը քարին չի մնա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իբրև թե ահաբեկչության դեմ պայքարում այնպիսի ահաբեկչական գործողություններ է անում, որ էլ ուրիշ ահաբեկչության կարիք էլ չկա։ Այսինքն արդյոք ահաբեկչություն չէր դիմակավորված այդ հրոսակախմբերով հարձակվել Մայրաթորի վրա։ Արդյոք ահաբեկչություն չէ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը սոցիալական ցանցերում, սոցիալական հարթակներում։ Դե ասում եք հրադադար, հայհոյախոսության հրադադար է հայտարարել մի անձ, որը ինքն էր ամեն օր հայհոյում ու ինքն էր դրա աղբյուրը։ Գիտեք, շատ նման է Ալիևի հրադադարների առն պատերազմը դու ես սկսել, դու կարող ես ուղղակի չհայոյել մարդկանց, բայց սրանից առաջ էլ հայոյանքի ավանդույթը բերել է Նիկոլ Փաշինյանին։ Այստեղ մի բան պետք է ասեմ, հայոյանքը լավ բան չի, քաղաքական բովանդակությունը աղճատում է եւ ոչնչացնում է։ Եվ լավ կլինի, որ մեր քաղաքական դաշտում դադարեն հայոյանքներ օգտագործել, ընտանիքի անդամների թիրախավորել, հա, բայց այս ամեն ինչը եւ ես օրինակ կարծում այո պիտի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի այն անդամները, որոնք չեն զբաղվում քաղաքականությամբ, այդ մարդկանց չքննադատել, չթիրախավորել, բան չանել, բայց ընտանիքի անդամները, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, կներեք այդ կարգի տակ չեն մտնում։ Նրանց առաջին պլան ողջուն չէր հասցրել, հիմա նա է ակտիվ ստատուս։ Ես դեմ եմ, որ մարդկանց անձնական կյանք մտնեն։ Եվ այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների անձնական կյանք մտնեն, բայց այդտեղ առաջին քայլը պիտի իշխանությունները անեն։ Եվ հիմա եթե Նիկոլ Փաշինյանը հրադադար է ուզում, հա, այս հայոյանքների կամ սուր քննադատության, որտեղ օրինակ ես հայոյանքներ երբեք չեմ օգտագործել այս իշխանության հասցեին հրապարակային կոնե, ապա ես օրինակ կանեմ այսպիսի առաջարկ։ X պատրաստ է, չէ՞ որ Աննա Հակոբյանը չափ հանցել էր եւ ես դատական հայց եմ ներկայացրել իր։ Ես պատրաստ եմ այդ հայցը հետ վերցնել Աննա Հակոբյանին դատիչ տալ, որով ինքը միանշանակ պարտվելու է մի պարագայում։ Եթե հավատամ, որ Նիկոլ Փաշինյանը իրականում հրադադար է ուզում, իսկ երբ կարող եմ ես հավատալ։ Եթե Նիկոլ Փաշինյանը իր իրավապահները քրեական գործեր հարուցեն բոլոր այն իր սատելիտների, աջակիցների նկատմամբ, որոնք թիրախավորել են արցախցի մեր հայրենակիցներին, հայոյանքներով են խոսել, նրանց նկատմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել, հա։ Օրինակ մեկը Ռոման այդ Բաղդասարյան, այդ հայտնի 18+ ֆիլմերում նկարված այդ ամենավերջին ձևով խոսել է արցախցիների մասին։ Ընդունելության է արժանանում Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Հիմա արդյոք պատրաստ է Նիկոլ Փաշինյանը այդ ուղերձը հղել, ցույց տալ, որ իրականում ինքը ուզում է, որ նորմալ բովանդակային քննարկում ընթանա քաղաքական դաշտում։ Եթե ուզում է, ապա Ռոման Բաղդասարյանի նկատմամբ պիտի քրեական հետապնդում սկսվի։ Իր արած ես հիմա չմեջ բերեմ այդ հայտարարությունը, վստահ եմ իրենք էլ ուզենան ծանոթանալ եւ ծանոթեն եւ իրենց պատվերով է դարվել։ Հակառակ պարագայում դա նշանակում է ինքը ուղղակի ուզում է տպավորություն ստեղծել, թե ինքը կապ չունի այս հայոյանքի ավանդույթի հետ, բայց մենք լավ գիտենք, որ կապ ունի։ Այնպես որ այո, ես համաձայն եմ իր հետ, պիտի հայոյանքը վերանա մեր քաղաքական դաշտից։ Ես դեմ եմ, որ քաղաքական գործիչների, լրագրողների, հանրային գործիչների ընտանիքի անդամները թիրախավորվեն։ Ես դեմ եմ, որ այդ ընտանիքների դեմ գործածվեն կոմպրոմատներ, եւ դա սկզբունքային պիտի լինի։ Ես դեմ եմ, որ պետության հանուն քաղաքական շահի անգամ պետության դեմ քայլեր արվեն, պետության անվտանգության դեմ, հա։
Այս սա մենք եւ սա վերաբերում է ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմությանը, սա, բայց առաջին ուղերձ իրանք պետք է գործնական։ Այդ հրադադարին գնաց այն օրը, երբ հայտնի դարձավ, որ Facebook-ը սկսել է արգելափակել իր հայհոյախառն գրառումները, այսինքն նա իր հիմնական քարոզչական գործիքից կարող էր զրկվել։ Այո, սա կարող է դրա հետ կապ ունենալ, բայց մի բան ակնհայտ է, ասացի, սկզբունքները, որոնք ինձ համար ընդունելի են, բայց այդ սկզբունքները առաջին պիտի իշխանությունը գործնականում ցույց տա, որ պահում է։ Գործնականում ցույց տա, որ պահում է։ Եվ ես, եթե գործնականում իրենք ցույց տան, որ պահում են, ես պատրաստ եմ մի կողմ դնել են, որ Աննա Հակոբյանը բառը չէ, ուզում ճիշտ բառ, սեռաշեղված կեղծիք է տարածել իմ մասին, պատրաստ եմ այդ հայցը հետ վերցնել եւ այսինքն քննարկման առարկա չդարձնել այդ թեման։ Հիմա առաջարկ է, հակընդդեմ առաջարկ հնչեցրեցի Նիկոլ Փաշինյանին։ Պատրաստ են, կարծում եմ այսպես պետք է լինի առաջարկը, եթե իրենք ուզում են նորմալ մթնոլորտ ձևավորել հանրապետություն։ Ուզում են թե չէ, երևի այդ հարցը թողնենք օդում կախված ու թողնենք մեր լսարանի մտորմանը, ես օրինակ ինքս որպես լրագրող չեմ կարծում, որ իսկապես նրանք ուզում են առողջացնել քաղաքական մթնոլորտը, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, թողնենք լսարանին ու գանք ռեպրեսիաներին, քաղաքական ռեպրեսիաների շղթան սկսված է, դատելով այն ուղերձներից, որոնք տրվում են Փաշինյանի կողմից ուժայիններին եւ որոնք շատ, այսպես ասած, սահուն կերպով ստանում են այդ մարմիններն ու հետո հանրային հարթակներից փորձում են լսարանին մատուցել, կարող ենք եզրակացնել, որ շարքը շարունակվելու է ու Սամվել Կարապետյանին, սրբազաններին հաջորդելու են էլի գործիչներ, որոնք այսօր քննադատում են Փաշինյանի իշխանությունը, որոնք դնում են իշխանափոխության խնդիր, իդեպ իշխանափոխությունը ժողովրդի իրավունքն է եւ այստեղ ահաբեկչության ու պետության դեմ գործողությունների մասին խոսք չկա, սա հատուկ ֆիքսենք։ Քաղաքական դաշտի նկատմամբ այս տերորը ինչ դրսևորումներ կարող է ունենալ ու հասնելու է արդյոք ընդդիմադիր գործիչներին։ Տեսեք, դուք երբ որ ասիք Նիկոլ Փաշինյանը սկսում է քաղաքական հրահանգով սկսում են քաղաքական հետապնդումներ, ինձ թվաց, թե Նիկոլ Փաշինյանը երեք է եկել իշխանության ու նոր են սկսում քաղաքական հետապնդումներ։ Քաղաքական հետապնդումները սկսված են 2018 թվականից, դրանք շարունակվում են, դրանք ամեն անգամ նոր դրսևորումներ են ստանում, եթե ժամանակին քաղաքական հետապնդումներ իրականացվեն միայն քաղաքական գործիչների նկատմամբ եւ այդտեղ ինչքան էլ դատապարտ էինք, բայց դե հիմա իրավիճակը այդքան սուր չէ։ Հիմա հոգեվոր առաջնորդների նկատմամբ է իրականացվում ապօրինի հետապնդումներ են։ Ես չեմ կարող օրինակ Միքայել Սրբազանի պարագայում ասել քաղաքական հետապնդում, որտեղ մարդը քաղաքական հայտ չի ներկայացել, որ իրեն, բայց ակնհայտ է ապօրինի հետապնդումներ են իրականացվում, այդ թվում Միքայել Սրբազանի նկատմամբ։ Իհարկե գալու են ընդդիմադիրների հետևից։ Նիկոլ Փաշինյանը այս ճաշը, որ եփել է, իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի ու Մակրոնից էլ աջակցություն ստացել է, վստահ եմ Էրդողանից էլ կստանա այդ աջակցությունը, դուք մենք տեսնում ենք, թե Էրդողանը ինչ հակահաբեկչական կերպար է, հա, հատկապես։ Իհարկե շարունակվելու է Նիկոլ Փաշինյանը ռեպրեսիաների ավելի մեծ ծավալի քարտ բլանշ է ստացել արևմուտքից։ Այդ ռեպրեսիաները լինելու են։ Քաղաքական դաշտը պիտի դիմադրի դրան։ Ինչպես, որովհետև այս անցած 7 տարիների ընթացքում մենք ինչ ասես չենք տեսել, տեսել ենք նախկին նախագահի կալանավորում, տեսել ենք դատարանների վրա ուղղակի գրող գործադրի ղեկավարի հրահանգով, որը աննախադեպ է, տեսել ենք արդեն ընդհանուր մինչև վեհարան դիմակավորված անձանց մուտք գործել գործարարին, փակել նրա բիզնեսները խլելու գործընթաց, հենց այսօր խորհրդանում այդ նախագիծն են բերել, այսինքն ինչպես այս ամենին դիմակայի քաղաքական դաշտը, տեսել ենք կալանավորումներ, հենց քաղաքական գործիչների ապօրինի։ Քաղաքական դաշտը պետք է շատ ակտիվ աշխատի հանրության հետ, սա մեկ ամենակարևոր աշխատանքն է, հատկապես նախընտրական այս տարում։ Քաղաքական դաշտը պետք է ունենա ընդդիմադիր դաշտի մասին ընդհանուր սկզբունքներ, որ կարևոր չի ով է հետապնդման ենթարկում, եթե այդ հետապնդումը ապօրինի է, ապա հնարավոր բոլոր մեթոդներով պետք է աջակցել։ Եթե անգամ մենք իրենց հետապնդվողի հետ համաձայն չենք այդ պարագայում էլ, ես օրինակ դուք ասում եք արվում է, ես այդքան էլ համաձայն չեմ որ արվում է, որովհետև օրինակ Բագրատ Սրբազանին երբ բերման էին ենթարկում, այդպիսի հանրային լայն բան չկար, աջակցություն չկար բերման ենթարկելու ձերբակալելու ժամանակ։
Աչապայանի պարագայում կար, բայց քաղաքական կոնկրետ շրջանակ կար, որ չէր մասնակցում։ Ինչու, որովհետև Սրբազան Աչապայանը իրենց էլ էր քննադատել ժամանակին։ Ես չեմ ուզում կոնկրետանամ շատ այդ խմբի վրա, որ տպավորություն չլինի, թե իրանք իմ համար խնդիր են, բայց ամեն դեպքում պետք է հասկանալ, որ եթե հետապնդում են որևէ մեկին, անկախ իր մեր հետ համաձայն լինելու չլինելուց, ապա պետք է աջակցել լրատվական, տեղեկատվական ռեսուրսներով, հա, խոսել դրանց մասին, հանրային քննարկման հարթակներում դա բարձրաձայնել։ Հետո պետք է իհարկե գլխավոր ասացի ժողովրդի հետ աշխատել ու պատրաստվել մեծ գործընթացների, դրանք կլեն ընտրություններից առաջ ոչ ընտրական, այսինքն հանրային ճնշման միջոցով ստիպել հրաժարական տալ տարբեր մեթոդներով։ Եվ այս պարագայում եւ որպես պլան B, այսինքն վերջնական տարբերակ, որ եթե մնացածը չստացի, պատրաստվել հաջորդ եկող 7 տարի է, նույն բանն ենք ասում, երբ խոսում ենք քաղաքական դաշտի մասին, աշխատել ժողովրդի հետ, ծրագրեր ունենալ, դե ինչու մասը կա աշխատում է ժողովուրդը, պլաններ կազմել, տարբերակներ ունենալ, պլան A, պլան B եւ այլն, բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության։ Ինչպես է ստացվում, որ նախկինում եթե ուներ հեղինակություն, այսպես կոչված լեգիտիմություն, հիմա դրա անգամ շվաքը չի մնացել, հա։ Խնդիրը նրանումն է, որ մեր քաղաքական դաշտում եւ նաեւ մեդիա տիրույթում, երբ քննարկվում է իշխանության փոփոխության հարցը, ավելի շատ կամ հիմնականում դիտարկվում է մեր ներքին խնդիրները, որ այսքան ժողովուրդ կհավաքվի, այսքան մարդ կստորագրի, աշխարհակաղակական կոմպոնենտը, որը ամենակարևոր դերակատարումն ունի, որովհետեւ մենք աշխարհակաղակական վիճակը, հա, միշտ է ազդեցություն ունեցել մեր պետության վրա, եւ ցանկացած փոքր պետության վրա աշխարհակաղակական կենտրոնները ունեն ազդեցություն պետության ներսում։ Պատերազմում պարտությունից հետո այդ ազդեցությունը ել ավելի մեծացել է, պլյուս այդ ազդեցության էական մեծացում է ունեցել Թուրքիան, հա, մեր պետության ներքին կյանքում։ Եվ երբ որ դու ներքին կյանքում փոփոխություններ պլանավորում ես առանց հաշվի առնելու այդ արտաքին գործոնները, այդ բարձը չի ստացվելու։ Բայց այնպես չէ, որ բոլոր արտաքին գործոնները հիմա Փաշինյանի օգտին են, դե թուրքական հովանավորությունը Տեսեք, առնվազն մինչև 2023 թվականը չի եղել որևէ արտաքին քաղաքական կենտրոն, որը չի ցանկացել աշխատել Փաշինյանը։ Հիմա բան է փոխվել, օբյեկտիվորեն փոխվել է եւ այս փոփոխությունների ներքո քաղաքական դաշտը ինչպես պիտի։ Հենց այդ փոփոխություններով է նաև պայմանավորված Փաշինյանի ջղաձգումները։ Ինչու են թիրախավորվում Ռուսաստանի հետ հարաբերություններ ունեցող գործիչներ հիմնականում։ Որովհետև Փաշինյանը ձեզանից, ինձանից ու մյուսներից լավ գիտի ինքը ինչ է արել ընդդեմ Ռուսաստանի։ Եվ ինքը հարված հենց այնտեղից է սպասում։ Սա ամենևին չի նշանակում, որ ասենք Սամվել Կարապետյանը այստեղ գալ եկեղեցուն աջակցել է, դա Ռուսաստանի ցանկությունը, ոչ, բայց Փաշինյանը կարող է այդպես ընկալել եւ վստահաբար այդպես է ընկալում, այսինքն ինքը ամենամեծ վտանգը սպասում է Ռուսաստանից, որովհետեւ ի վերջո լավ մարդը հայտարարել է, որ ինքը Թուրանա չէ կառուցում։ Թուրքիայում, Ստամբուլում ինչ հայտարարեց։ Հայտարարեց, որ ինքը Թուրանի հետ խնդիր, իսկ Թուրանը ում դեմ է։ Ռուսաստանի Դաշնության դեմ է գլխավորապես, Իրանի դեմ է նաև ազդելու է Չինաստանի վրա եւ հասնելու է մինչեւ Չինաստանում բնակվող թուրքական էթնիկ միավորներ։ Հիմա բոլոր այս կենտրոնները ստացել են ուղերձ, որ Նիկոլ Փաշինյանը հայտ ներկայացրեց, հրապարակային հայտ ներկայացրեց Թուրանի կառուցման։ Եվ Փաշինյանը լավ գիտի, որ դա արձագանք է ունեն, որովհետեւ սա հատկապես Ռուսաստանի համար ռազմավարական վտանգներ է ստեղծում։ Հիմա այս ամենը հաշվի առնելով ինչ վերադասավորումներ կարող են լինել կամ կլինեն մեր քաղաքական դաշտում, ընդդիմադիր դաշտը նկատի ունենանք, նաև հաշվի առնելով հենց այս ռեպրեսիաները ու առաջիկա սպասվող ընտրությունները, եթե մինչև այդ գործընթացները չգնան արտահերթ ընտրությունների։ Տեսեք, միջև այս հարցին պատասխանել ես մի դրվագի անդրադառնամ, ինչ երբ ասում եի, որ ընդդիմադիր դաշտը պետք է փորձի անել այնպես առավոտը չխանգարի իրար, չէ՞։ Այսօր մենք հոդված էին գրել եւ հենց այս տրամաբանության մեջ հենց այս տրամաբանության իրար խանգարելու ներողություն թեզը այդ թվում նաեւ դուք անընդհատ խոսում եք բացահայտ իրար խանգարելու կոնկրետ օրինակ եմ բերում Սերժ Սարգսյանը Հայաստանում մշտապես անցկացնում է սոցհարցումներ եւ այս 7 տարիների ընթացքում տարբեր խողովակներով գլխավորապես Մոսկվայում իրենք այդ հարցումների շնորհիվ ստեղծել են մթնոլորտ
որ Նիկոլ Փաշինյանը այլընտրանք չունի Հայաստանում։ Հիմա կամ Սերժ Սարգսյանը պիտի դադարի սա անել, այսինքն դադարի ռուսներին, ամերիկացիներին, եվրոպացիներին համոզել, որ Սերժ Նիկոլ Փաշինյանը ամենաբարձր վարկանիշ ունի։ Կամ գոնե մեզ բացատրի ինչի է դա անում։ Ինչ է իրեն պետք կեղծելով իրականություն, որտեղ իրականում այդպես չի։ Դուք հիշատակեցիք ձեր կայքի հոդվածը, ինչի հիմքերի վրա է հիմնված այդ տեղեկատվությունը։ Հիմնված է այն աղբյուրների վրա, ովքեր փոխանցել են մեզ այդ տեղեկությունները։ Եվ դրանք, գիտեք, մի աղբյուրից չեն ճշտված։ Ես կարող եմ ձեզ ասել, դա նաև այդ տեղեկությունը հասել է նաև այն մարդկանցից, որոնք նաև հանդիսացել են որպես սուրհանդակ այդ տեղեկությունները Սերժ Սարգսյանից փոխանցելու կոնկրետ պարագայում Մոսկովյան։ Ըստ դեպքում հարցը առաջան որն է շահը։ Դե հիմա ես էլ եմ դասում, կամ պիտի դադարի դա անել երրորդ նախագահը, կամ պիտի բացատրի, կարող բացատրում է որն է շահը, ասում եք շատ լավ բան է անում, եկեք մենք էլ զեկուցագրեր գրենք կամ հոդվածներ գրենք, դեպի ես զեկուցագրեր չեմ կարող գրել, բայց հոդված կարող եմ գրել, որ Նիկոլ Փաշինյանը ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանում։ Իրեն այլընտրանք չկա, որ ամենաբարձր հակավարկանիշն ունի Ռոբերտ Քոչարյանը, որ Նիկոլ Փաշինյանի հակավարկանիշը բավական ցածր է։ Այդպիսի տվյալներ, եթե դա պետք է, դա հենց դա է օգնելու մեզ ազատվել Նիկոլ Փաշինյանից, եկեք մենք էլ անենք այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը։ Դուք դա դիտարկում եք ներընդդիմադիր մրցակցության լույսի ներքո։ Ոչ, սա աշխարհաքաղաքական խնդիր է։ Ի վերջո, պետք է ես այդ համոզման վաղուց եմ եղել, բայց պետք է քաղաքական դաշտը գա համոզման, որ աշխարհաքաղաքական առումով Սերժ Սարգսյանը գտնում է նույն տանիքի տակ, ինչ Նիկոլ Փաշինյանը։ Արևմտյան։ Իհարկե։ Թուրքական միջնորդությամբ։ Եվ սա, չգիտեմ, լավ է թե վատ է, ես չգիտեմ գրել, բայց սա փաստ է։ Եվ այս փաստերի օգտին խոսում են մի քանի այլ փաստեր, հա, ենթափաստեր։ Այսինքն հայ-թուրքական հարաբերությունների մասով։ Եթե պատերազմի հանգամանքը անում ենք եւ այդտեղ մեր պարտության հանգամանք անում ենք, ապա Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը գրեթե նույնական են։ Եվրոպայի այդ հարաբերությունների մասով, եթե էլի պատերազմի հանգամանքը անում են, գրեթե նույնական է, ի վերջո հիմա անդիմադիրները չէ, շատ են մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որ ինքը ուզում է Թուրքիայի պահանջով ատոմակայանը փակել։ Հեսա մոլորություն է, որտեղ դա Թուրքիայի պահանջը չի։ Կարող է Թուրքիայի պահանջը, բայց միջնորդավորված այդ ՍԵՊԱ-ի պայմանագիրը, որ ստորագրվել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, այդ պայմանագրում նշված է, որ ատոմակայանը պիտի փակվի։ Այս գործող ատոմակայանը պիտի փակվի։ Նույն գալիս ենք այլ կետերի, ասենք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց ընտանիքների հարաբերությունների պաշտպանությունը, չէ՞, Լանզարոտեի, Ստամբուլյան կողմը, ով է բերել Հայաստան։ Տեսեք, բերել են, բայց չեն վավերացրել։ Այսինքն միգուցե եղել է ճնշում Եվրոպայից։ Արել են ինչ որ քայլ, բայց եթե դուք ճնշվելու տեղ չունեք։ Չէ, այս պատասխանը գալ։ Հա, դե կարող է կարելի է ասել ընդհանրապես Լուպագազին է բերել այդ ու սովետական միության տարիներին։ Բայց արդյոք դա խելամիտ է, այսինքն ինչու եք բերել այդ ականները, որ ինչ որ մեկն էլ գա գործարկի այդ ականները։ Սա ուղղակի չխորանալով սրա մեջ, ասեմ, որ աշխարհաքաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը նույն տանիքի տակ են։ Եվ հիմա էլ, երբ որ մենք ստանում ենք տեղեկություններ, որ Սերժ Սարգսյանի փեսան Միքայել Մինասյանը բավական ակտիվ աշխատանքներ է տանում Մոսկվայում, որպեսզի Սերժ Սարգսյանին ընդունեն Մոսկվայում, հանդիպում տեղ ունեն, գիտեք, այնտեղ որոշակի փոփոխություններ են տեղ ունեցել Մոսկվայում եւ Սերժ Սարգսյանը չի կարողանում առնվազն ընդունելության արժանանալ։ Միքայել Մինասյանը բավական ակտիվ աշխատում է այս առումով եւ ձեզ հետաքրքիր փաստ ասեմ։ Լավ, Արամ Գաբրելյանը հրապարակեց այդ տեղեկությունները, որ Միքայել Մինասյանը աշխատում է իր երրորդ նախագահի համար, որը հանդիսանում է իր աները, չէ՞, որ ընդունելության արժանանա։ Գաբրելյանովի հրապարակումից հետո կամ հենց այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանի դատարանը հանում է արգելանքը Սերժ Սարգսյանի վրայից հանրապետության տարածքը լքելու։ Ինչ որ կապ կարող է ունենալ, կարող է, չէ՞, չեմ պնդում, բայց կարող է կապ ունենալ։ Իսկ Նիկոլի ինչին պետք կարող էր լինել, որ Սերժ Սարգսյանը գնա Մոսկվա կամ Միքայել Մինասյանը այնտեղ ակտիվ աշխատի։ Եվ բացատրությունը մեկն է, քանի որ իրենք գտնվում են մի տանիքի տակ աշխարհաքաղաքական եւ Փաշինյանը լավ է հասկանում, որ ինքը այլևս իշխանություն վերարտադրվելու օրինական ճանապարհներ չունի,
կամ պիտի մարդկանց սպանի, կամ ահաբեկի, կամ չգիտեմ, հնարավոր բոլոր շարժվող ընդդիմադիրներին ձերբակալի, կալանավորի, կամ պիտի ընդդիմադիր դաշտում իբրև թե իրեն հակառակ ճամբարում ունենա այնպիսի գործընկեր, որը արտակուստ իրեն արմատական ընդդիմություն է, բայց աշխարհաքաղաքական իմաստով նույն տանիքի տակ են եւ իրեն ֆորս մաժորի պարագայում, որովե պարագայում Նիկոլը չի ուզենա ինքնական իշխանություն թողնել։ Բայց եթե կորցնելու է իշխանությունը, այդ նաև իր տերերի հրանգն է, ապա պիտի կորցնի եւ այդ իշխանությունը հայտնվի այն շրջանակների ձեռքում, ովքեր էլի գտնվում են այդ տանիքի տակ։ Այսինքն դուք կարծում եք, որ երրորդ նախագահի թիմը ստացվում է ձեր մեկնաբանությունից, որ Նիկոլ Փաշինյանին հարմար ընդդիմություն է։ Նիկոլ Փաշինյանին կարող է անհարմար են թիմ, որտեղ այնտեղ անկեղծ մարդիկ կան, ես չեմ կարող բոլորին բան անել։ Շատ խիստ քննադատող մարդիկ կան Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանի տերերի համար, աշխարհաքաղաքական տանիքի համար Սերժ Սարգսյանի թիմը առավել ընկալելի է, որովհետև Սերժ Սարգսյանի թիմը իրենց համար չի ընկալվում որպես պրոռուսական ուժ։ Բայց ինչու հիմա հարց կառաջանա, չէ՞, թե ինչ դեպքում ինչ են ուզում Մոսկվայի հետ աշխատել, բայց հասկանում են, որ այստեղ իշխանափոխությունը լիարժեքորեն հնարավոր է, եթե լինի նաև Մոսկվայի համաձայնությունը, որտեղ գործընկերներ են, չէ՞ լինելու, կամ չխանգարեն, կամ մի խոսքով, կամ ովքեր որ պիտի աշխատեն այս թիմի օգտին, պետք է գնալ նաև այնտեղ համոզել, որ մենք ձեզ համար ենք ընդունելի։ Բայց ես կարծում եմ, փորձերը անիմաստ են, որովհետև Մոսկվայում առնվազն, եթե հեղում տանք Արամ Գաբրելյանովին, իսկ ինքը պատահական մարդ չի, կա նաև դերակատարում, որը իր համար, որ հայաստանցիներից շատերի համար գուցե տեսանելի չի, ես էլ չեմ ուզում դրա մասին խոսել, բայց եթե Արամ Գաբրելյանովը գրում է մի բան, վստահաբար Մոսկվայում այդ համոզմունքը կա, որ այս մարդկանց չի կարելի վստահել։ Այսինքն դուք ներքաղաքական, ներընդդիմադիր գործընթացները վերլուծում եք հենց աշխարհաքաղաքական Դե պատճառն ասեցի, որովհետև մենք չենք կարող աշխարհաքաղաքական process-ների վրա ազդել մեր ռեսուրսների սահմանափակությամբ եւ մնացած կոմպոնենտները աշխարհում աշխարհաքաղաքական կենտրոնը կարող են եւ ազդում են մեզ։ Եվ կարծում եք այդ հանգամանքն է, որ մինչեւ հիմա ընդդիմադիր լայն առումով պայքարը հաջողության չի հասցնում, այսինքն դրանով են այս մարդիկ Սերժ Սարգսյանի թիմակիցները հայտարարում էին, որ իրենց համար կարևոր է իմպիչմենտի գործընթաց։ Չէ՞։ Եվ ասում են կարևոր չի տեխնացու նովա լինելու, այս պարզ օրինակով բացատրում են, որ այդ մարդիկ կեղծում են միշտ։ Եվ հետո իրենք առաջարկեցին տեխնացու, որը քաղաքականապես ընկալելի չի, ասինքն Մասիսի համայնքապետը Հայաստան այս ծանր վիճակից հանող է, երբ որ այս նախադասությունը լսում ես, մի քիչ մոտդ ինչ-որ բաներ է երևի փչանում։ Ուղեղի հետ ինչ-որ բաներ է կատարում։ Եվ այս պարագայում ընդդիմադիր adekvat դաշտ ասում է կներեք, բայց պետք է լինի տեխնացու, որի նայելուց վստահություն է առաջանում, որ ինքը առնվազն գոնե պատկերացնում է ինչ մարտահրավերների հետ մենք գործ ունենք, հələ մարտահրավերներին դիմադրելը մի կողմ կամ կթողնենք հետոյվա հարց։ Եվ կար ընդդիմադիր ամենամեծ խմբակցության կողմից դրված պահանջ, չէ, որ կլինի 8 ստորագրություն, մենք կմիանանք եւ կլինի փողոցային պայքար, չէ։ Հիմա տեսեք, Սերժ Սարգսյանի թիմը անդադ ասում էր, որ դուք չեք ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի, դրա համար չեք միանում իմպիչմենտին։ Ասում էր, չէ։ Այդ մեղադրանքները կային, այո։ Հայաստան դաշինքի պայմանները հասկանալի են ցանկացած տրամաբանող մարդու համար, որովհետև չի կարելի մտնել process-ի մեջ, ուղղակի process-ի մասնակից լինելու համար։ Մյուս կողմն էլ ասում էր դուք չեք ստորագրում, տալիս եք ստորագրման խոստում։ Հիմա թողեք ավարտեմ։ Եկավ Նիկոլ Փաշինյանի գործողությունները դարձան տրիգեր, Միքայել Սրբազանի Վեհարանի վրա ձերբակալելու, Վեհարանի վրա հարձակում, հա, եւ բնականորեն ժողովուրդ հավաքվեց, չէ՞, ու այս ժողովուրդը այնքան վճռական էր, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հետ քաշվեցին։ Խորհրդարանում ԿՊ-ից առանձնացած մարդիկ եւ Էդմոն Մարուկյանը հայտարարեցին, եւ այստեղ Էդմոն Մարուկյանը որքան քննադատեմ, հարգանքի արժանի քայլ էր, հա, հայտարարեցին, որ մենք հանում ենք Էդմոն Մարուկյանի տեխնացուն եւ առաջադրում ենք Միքայել Սրբազանին, չէ՞։ Այդ առաջադրումից հետո Հայաստան դաշինքը հայտարարում է, որ ինքը 28 ստորագրությամբ միանում է Միքայել Սրբազանի
տեխնացիանը, ինչու, որովհետև կար իրենց կողմից երկու այդ հանգամանքը, որովհետև երևի թե իրենք հավատացել էին, որ պատիվ ունեմ միանալու է ամեն դեպքում, այդ երկու падգամորը հայտարարել են, որ կառաջադրում են, տեղավ 8 ստորագրություն։ Փողոցը կա, այսինքն եղավ երկու կոմպոնենտը արկա է եւ իրանք ավտոմատ պիտի միանային եւ միացան։ Այսինքն չէին կարող դրժել իրենց խոստումը։ Ինչ արեց պատիվ ունեմ դաշինքը։ Պատիվ ունեմ դաշինքը միջև կեսգիշերին մոտ լռեց, չէ՞։ Եվ գիտեք երբ հայտարարեց, որ ինքը միանում է Միքայել Սրբազանի առաջադրմանը։ Միքայել Սրբազանի փաստաբանների կողմից իր տեխնացու լինելուց հրաժարվելուց 7 րոպե հետո։ Ինչու էր դա արվում, որովհետև Միքայել Սրբազանը նախ իրենց աշխարհաքաղաքական տանիքի տակ չէր, որովհետև Միքայել Սրբազանին կար այս ուժերի աջակցությունը, չէ՞։ Եվ Միքայել Սրբազանը կարող եմ ասել բացառիկ հոգևորական է, որը եթե խոսում է քաղաքական խնդիրների մասին, չի խոսում միայն այս իշխանությունների բերած խնդիրների մասին, այլ նաև ընդդիմությանը, նախկին իշխանություն եղածներին, հա, հետում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, չէ՞։ Այսինքն Միքայել Սրբազանը ճշմարտության ձայնն է։ Իր համար չկա քաղաքական շահ, որի համար կարելի է ուրանալ ճշմարտությանը։ Եվ իրենք ելնելով այդ հանգամանքից, որ իրենց էլ է քննադատել այս մարդը, ժողովրդի ասած ոտները այնքան կախկցեցին այդ մարդու փաստաբանի միջոցով եղավ հրաժարում տեխնացու, նոր ասում են մենք աջակցում ենք, ում եք ձեռ առնում։ Եթե իմպիչմենթը ձեր համար այդքան կարևոր էր, փողոցը կար, տրիգերը կար, հա, այն ԿՊ-ից հեռացված падգամավորները կային։ Ինչի էիք սպասում։ Այդ հայտարարությունը եղել է, կարծեմ 15:00-ին, չէ, 15:00-ին Էդմոն Մարուկյան խոսքով կեսօրի օրվա երկրորդ կեսին եղել է առաջարկը եւ դրանից 7-8 ժամ հետո, երբ փաստաբանի միջոցով Սրբազանը հրաժարվել է, նոր պատիվ ունեմ ասել է ես միանում եմ։ Ինչին եք միանում։ Ում եք ձեռ առնում։ Սա ակնհայտ ապացույցը չի, որ այս մարդկանց նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելը չի։ Կամ ավելի շուտ սխալ կներեք, սխալած։ Իրենք կուզեն Նիկոլ Փաշինյանին հեռացնել, բայց մեն մի պարագայում, եթե աշխարհաքաղաքական նույն տանիքի տակ գտնվող որևէ մեկը գա փոխարինելու։ Կամ իրենք, կամ այդ տանիքի տակ գտնվող մեկ այլ ուժ եւ գործիչ։ Տեսեք, ես իմ սխալը ընդունեցի, որ այո, իրենք էլ կուզեն, որ փոխի Փաշինյանը փոխվի, բայց միայն այդ պարագայում։ Որովհետև որքան որ Նիկոլ Փաշինյանն է կախված իր աշխարհաքաղաքական հովանավորյալներից, նույնքան էլ այդ հովանավորներից կախված է Սերժ Սարգսյանը։ Եվ դրա մասին խոսում են փաստերը։ Ես չի որ պիտի համոզեմ մարդկանց, ովքեր տեղյակ են քաղաքական process-ներին։ Հասկանալի է մոտեցումը, շնորհակալ եմ զրույցի համար, հարցազրույցին, սպասեք վաղը։